Պարոն Խուսմալյան, նշվեց, որ դուք ևս միացել եք Օսիպյանի ազատման պահանջին, կցանկանայինք մի փոքր խոսեիք դրա մասին, կոնկրետ մարդու իրավունքների պաշտպանին է հղված նամակը, ինչ եք կարծում, արձագանք կստանա? Իրականում մենք ամեն օր ժամը 1-ից 2-ը կառավարության շենքի դիմաց անց ենք կացնում, սա երկրորդ օրն է, գալու ենք նաև վաղը, անել ենք նաև նույն պահանջը բանտի դեմ ենք կանգնելու սովետաշենի։ Մենք համարում ենք, որ սա սահմանադրական իրավունքի, մարդու ազատությունների և խոսքի ազատության կոպիտ խախտում է, հատկապես նախընտրական շրջանում սա անթույլատրելի է և այդ բառապաշարը և այդ ոճը, ինչպես վարչապետը խոսում է քաղաքացիների հետ, պառակտելով հասարակությունը, բաժանելով էթնիկ խմբերի, սա անընդունելի է, մեզ ավելին քան երբևէ անհրաժեշտ է միասնություն, առաջացող մարտահրավերների առաջ, բայց այդքան ատելություն, այդքան պառակտվածություն, ինչքան հիմա ես իմ ողջ կյանքում չեմ տեսել մեր երկրում, կարծում եմ, որ սա շատ վտանգավոր է և ազատամարտիկին, քաղաքական գործչին, խոսակցության նախագահին, խոսակցության արդյունքում են այդ վարչապետը խոսելուց հետո բանտարկելը դա աննախադեպ երևույթ է, մենք չենք կարող սրա հետ հաշտվել, չեմ ասի, որ սա է կարմիր գիծը, բայց քանի որ պարոն Օսիպյանը և Արցախում և Հայաստանում հանդես էր գալիս որպես ժողովրդավարության և ազատության ջատագով, նա այս կոռուպցիայի դեմ էր պայքարում Արցախում, սա բացի այդ ամեն ինչից նաև շատ անարդար է և քանի որ նա հացադուլ է սկսել, այս ամենը դուրս է բերում հարցը պարզ քաղաքական դաշտից, գաղափարական դաշտից ու բերում է արդեն քաղաքակրթական, մարդասիրական դաշտ, մենք պահանջում ենք նրան շուտապույտ ազատացնել։ Քանի որ դուք խոսեցիք քաղաքական մթնոլորտից ու ստեղծված իրավիճակից, ինչպես նկատում ենք, քաղաքական գործիչները, հատկապես Նիկոլ Փաշինյանը, անընդհատ օգտագործում է այնպիսի բառապաշար, որը կարելի է ասել սազական չէ քաղաքական գործչին, այն էլ առաջին դեմքին, որը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ կասեք նրա մի քանի արտահայտությունների մասին, հատկապես քաղաքացիներին ու պատերազմի մասնակիցներին նշում է ինչու չեք զոհվել արտահայտությամբ։ Ես հատուկ անդրադարձել եմ այդ արտահայտությանը և իմ սոցիալցի էջում դրել եմ Արտուր Օսիպյանի լուսանկարը պատերազմի օրերին վերցված, ոչ թե իմը, և ասել եմ, որ որպես երկու պատերազմների մասնակից ես ներողություն եմ խնդրում, որ մենք չենք զոհվել և ձեզ անհանգստություն եք պատճառել։ Ասեմ, որ 3 թե 3-4 օր այդ գրառման դիտումը անցել էր 650,000 մարդու, այնպես որ կարծում եմ շատ-շատերը և պատերազմի մասնակիցները և Արցախից տեղահանված մարդիկ և պարզապես անկեղծ արդար ազնիվ մարդիկ համարում են, որ սա անընդունելի է։ Ես կարծում եմ ստեղ ոչ թե էթիկայի այլևս հարցը, սա քաղաքակրթական խնդիր է ու մենք ոչ միտեղ չենք ասնի այսպես, մենք չենք կարող Եվրոպա մտնել այսպիսի ատելության, անհանդուրժողականության մթնոլորտում։ Ես հայտնել եմ, որ մեր կուսակցությունը որոշել է չմասնակցել այս ընտրություններին, որտեղ մեզ չեն թողել ընտրություն։ Սա իրական ընտրություն չէ։ Սա ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտ է, որտեղ չկա տեղ ժողովրդավարության համար, ազատ խոսքի արդարության համար, և սա պաստորեն Պուտինի ու Ալիևի միջև մրցակցություն է, որը խամաչիկների թատրոն է սկսում Հայաստանի համար, մենք չենք ցանկանում մասնակցել այդ մթնոլորտում այս գործընթացներին։ Եվ պարոն Խուսմալյան, քանի որ դուք եվրոպական կուսակցությունն եք ներկայացնում, 3 չէ առաջ օրը, եթե չեմ սխալվում, զեկույց հրապարակվեց Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ, թե ինչ մթնոլորտում է իրականանում քաղաքական
գործընթացները եւ բավականին կոշտ գնահատականներ կային, այսինքն զեկույցում նշվել էր, որ խոսույթն է շատ բացասական, շատ սարսափելի միջավայրում է կարելի ասել անցնում ընտրապայքարը, բայց քաղաքացիներից շատերը եւ հատկապես ընդդիմությունը գնահատում է, որ եվրոպական միությունը եւ առհասարակ եվրոպական կառույցները բավարար ջանքեր չեն գործադրում, որպեսզի իշխանության նկատմամբ նույնպես լծակներ կիրառեն, ինչ կասեք դուք այդ մասով։ Ես չեմ պարզապես ասում, ես մասնակցում եմ քննարկումներին եւ մշտապես զեկույցներ եմ ուղարկում եվրոպական կառույցներին, մենք կապ ունենք արևմտյան դիվանագիտական եւ քաղաքական կառույցների եւ ես վերջերս Գերմանիայում ես զեկույց կարդացել այն մասին, որ սա ոչ թե ժողովրդավարություն, այլ դեմագոգիայի ամբողջավարության տիրույթ, որից մեկ քայլ է մնում մինչև բռնապետություն, մինչև դիկտատուրա։ Այդպես որ կարծում եմ մեր լուման էլ կա այն գիտակցման մեջ, որը հիմա աճում է Եվրոպայում։ Մենք պնդում ենք, որ Հայաստանը գնում է վրացական ճանապարհով, վրացական երազանքի ճանապարհով, որը կեղծ եվրոպական վարքախոսներով տանում էր ժողովրդին ու բերեց փաստորեն ռուսական վերահսկողության։ Սա նույնը ինչ կատարվում է հիմա Հայաստանում։ Սա է մեր գնահատականը եւ մենք մեր եվրոպական գործընկերներին հենց այսպես ենք ներկայացնում իրավիճակը։ Քանի որ նաեւ խոսեցիք Ռուսաստանի հետ կապված, Պեսկովը հայտարարություն էր արել, որ գազի գինը հիմա արտոնյալ գնով է ոնց որ Հայաստան հասնում, բայց եթե Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գա, կստացվի, որ այդ գինը նույնը չի լինի, ինչ որ առաջ էր, քանի որ նա ԵԱՏՄ-ի անդամ է եւ այդ պատճառով օգտվում է արտոնյալ վիճակից, այսպես ասած, այս մասով ստում է, որովհետեւ այն գինը, որը բարձրաձայնում են ռուսները, $150 իրականում Հայաստանը վաճառվում է $380 դա արտոնյալ գին չէ։ Օրինակ Հունգարիան Օրբանի օրոք ստանում էր գազը $200 եվրոպական եւ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Եվրամիության։ Այսպես որ սկսենք նրանից, որ իրենց բերած փաստարկները կեղծ են։ Երկրորդը մեզ համար նորություն չէ, որ Ռուսաստանը եւ Հայաստանին միշտ սպառնում է գազի գնով, մնացած բաներով, դրան պետք է պատրաստվել։ Նման դեպքում, երբ որ անցյալ տարի Մոլդովայի գազամատակարարում Ռուսաստանը պարզապես փակեց, Եվրոպան հատուկ ծրագիր մշակեց եւ օգնեց Մոլդովային ողջ ձմռան ընթացքում հոգալու այդ։ Եթե մենք դիմենք Եվրամիությանը օգնության խնդրանքով եւ դիմենք անդամակցության դիմում ներկայացնում Եվրամիությանը, բազմաթիվ խնդիրներ կլուծվեն, որտեղ մենք կդառնանք Եվրամիության տեխնացու անդամ երկիր, ունենանք ազատ տնտեսական գոտու կարգավիճակ եւ բազմաթիվ հարցեր կլուծվեն հենց եվրոպական ազատ տնտեսական գոտու եւ եվրոպական միության պատասխանատվության ներքո։ Նշեցիք նաև Եվրամիության անդամակցության հարցը, բայց շատ քաղաքական գործիչներ, նույն դիմադիր գործիչներ նշում են, որ այնպես չի, որ բավականին հեշտ է Եվրամիությանը անդամակցելը, նույն Թուրքիայի օրինակը բերենք, որ Թուրքիան բավականին երկար ժամանակ ցանկանում էր Եվրամիության անդամ լինել, բայց այդպես էլ կարծես Եվրամիության անդամ զարմանում եմ, որ դուք կրկնում եք Թուրքիայի օրինակը, իսկ Թուրքիան երբեք չի մտնի Եվրոպական միություն, որտեղ իրանք ունեն քաղաքակրթական տարբերություններ Եվրոպայի հետ եւ Եվրոպան դա ուղիղ ասում է։ Մենք չպետք է համեմատվենք Թուրքիայի հետ Եվրոպա մտնելուց։ Մենք կարող ենք համեմատվել բոլորին այլ երկրների հետ, Բալթյան երկրների, Արևելյան Եվրոպայի երկրների հետ եւ մեզ ոչ միայն հրավիրում են ընդամենը 20-22 օր առաջ այստեղ ամբողջ եվրոպական միությունը գումարած այլ կառույցներ, Կանադայի վարչապետը, ՆԱՏՕ-ի գլխավորը այստեղ են։ Այս ոտով ձեռով ամեն ձևով ասում են, որ մենք ձեզ սպասում ենք։ Իսկ մենք չգիտես ինչի լսում ենք մարդկանց, ովքեր համեմատում են մեզ Թուրքիայի հետ։ Եթե համեմատենք Թուրքիայի հետ, մենք կմնանք Թուրքիայի ու Ադրբեջանի մակարդակի։ Իրենց պես բռնապետություն։ Չի կատարվում։ Կարծես Եվրամիության ներկայացուցիչները, պաշտոնյաները նաև բառացիորեն չէ, բայց նաև աջակցություն ցույց տվեցին Փաշինյանին, նշելով, որ
Իրենք աջակցությունը ցույց են տալի ոչ թե Փաշինյանին, Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի ժողովրդին, եւ իրենք միշտ նշում են տարբերությունը եւ Վրաստանի եւ Հայաստանի դեպքում։ Պաշտոնապես, եթե ուզում եք դիտել, 2024 թվականի մարտի 14-ին Եվրախորհրդարանում քվեարկություն տեղի ունեցավ եւ դրա արդյունքը 504 կողմ, 4 դեմ, 504 կողմ երկիր падգամավոր քվեարկել են Հայաստանի Եվրամիության անդամակցության կողմ։ Էլ ինչպես պետք է Եվրոպան արտահայտի իր սպասելիքները, իր հրավերները Երևանին։ Սա պաշտոնապահ է։